Ինքը քաղաքականության հետ ընդհանրապես եկեղեցին կապ պետք է չունենա, բայց մենք տեսնում ենք, որ այսօրվա եկեղեցին որն է, եկեղեցին ներկայացնող այդ անձերը, որոնք որ իրականում զավթել են մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, զավթած վիճակում է գտնվում եւ այն process-ները, որպիսի ազատվի մեր եկեղեցին այդ գործակալներից de facto de jure արդեն փաստաթղթերել կան, որ այդ մարդիկ գործակալական ցանց են պարզապես Հայաստանում եւ իրենք աշխատում են նույն իրաց տերերի համար, նույն իրաց տերերի ուղղորդմամբ եւ հրամաններն են կատարում, ոնց որ դա արվել է։ Եվ ուրիշ այլընտրանք, ես կարծում եմ, որ իրոք այսօր Հայաստանը ունի այն հիմունքները, որպեսզի, եւ եմ ասում, դատական կերպով արգելի այդ ուժերի մասնակցությունը ընտրություններում։ Որ ուժերի նկատի ունեք։ Հետագայի համար չստեղծենք Հայաստանի համար ել ավելի բարդ խնդիրներ, ել ավելի բարդ ինչ-որ քաղաքական իրավիճակ,